Բարև ձեզ, առավել ընդգրկուն տեղեկատվությամբ ու եթերում հորիզոնն է, մայիսի 7-ն է, չորեքշաբթի։ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա, մասնակցելու Կարմիր հրապարակում կայանալիք հաղթանակի օրվա ամենամյա շքերթին։ Այս մասին վարչապետը հայտնել է լրագրողների զրույցում։ Այո, Մոսկվա գնալու եմ, արձագանքել է Փաշինյանը։ Հիշեցնենք, մարտի 14-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում վարչապետը Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին հայտնել էր, որ ընդունում է նրա հրավերը եւ պատրաստվում է մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին։ Անցած գիշեր ռազմական գործողություններ են սկսվել Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, երկու կողմերն էլ հայտնել են զոհերի մասին։ Իսկ միջազգային հանրությունը կոչ է արել խուսափել ռազմական գործողություններն ընդլայնելու փորձերից։ Քաշմիրի պակիստանյան հսկողության տակ գտնվող տարածքում հրթիռային հարվածների մասին Հնդկաստանը հենց ինքը հայտնեց։ Սինդուր այդպես է կոչվում ռազմական օպերացիան, որը սկսել է Հնդկաստանը մի շարք հրթիռներ արձակելով Քաշմիրի պակիստանյան հսկողության տակ գտնվող տարածքում։ Հնդկաստանի կողմի տեղեկություններով թիրախում եղել են իսլամական ահաբեկչական խմբավորումները, ըստ այդմ 9 թիրախ է խոցվել։ Հնդկաստանի այս հարվածները հետևեցին Քաշմիրի հնդկական հատվածում տեղի ունեցած զինված հարձակմանը, որի մեջ Հնդկաստանը մեղադրեց Պակիստանին, թեև Պակիստանը հերքեց այն։ Պակիստանը նշում է այժմ, որ հարված հասցվել է ոչ թե ահաբեկիչներին, այլ քաղաքացիական բնակչությանը եւ պատերազմական ակտ է անվանել տեղի ունեցածը։ Պակիստանի վարչապետը հայտարարել է, թե իրենք անպայման պատասխան կտան։ Ավելի ուշ պակիստանյան կողմը հայտարարել է, թե հնդկական 5 ռազմական օդանավ է խոցել։ Բացի դրանից հրետանային կրակ է բացել։ Մինչ այդ Պակիստանը տեղեկացրել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որ պատասխանելու իրավունք է վերապահում իրեն։ Հնդկապակիստանյան լարվածության ծավալները կանխելու ռազմական գործողությունների մասշտաբի ընդլայնումը նվազեցնելու համար Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, ՄԱԿ-ը կոչ են անում Հնդկաստանին ու Պակիստանին զերծ մնալ ռազմական գործողություններից։ Իրանը առավել ակտիվ դերակատարում է ստանձնել եւ միջնորդելու պատրաստակամություն հայտնել։ Մասնավորապես Իրանի արտաքին գործերի նախարար Սայեդ Աբբաս Արաղչին այսօր Հնդկաստան է մեկնում։ Նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Այս շաբաթ նա արդեն եղել էր Պակիստանում, հանդիպելով այս երկրի բարձրագույն պաշտոնյաների հետ։ Ճիշտ է, ըստ պաշտոնական հաղորդագրությունների հիմնականում Պակիստան-Իրան հարաբերություններն էին քննարկվել, սակայն հնդկապակիստանյան լարվածությանը եւս անդրադարձ է եղել։ BBC-ի վերլուծաբանը նկատել է, որ այն, որ Հնդկաստանը կարող է ռազմական գործողություններ իրականացնել, սպասելի էր, բայց մասնագետներին ավելի շատ զարմացրել է Պակիստանի ուղղությամբ հրթիռային հարվածների ինտենսիվությունը։ Պակիստանը սպառնում է պատասխանել, բայց ամեն ինչ կախված է Հնդկաստանի ռեակցիայից։ Ըստ վերլուծաբանի, երկու կողմերն էլ ցանկանում են ցույց տալ, որ վճռական են տրամադրված, եւ միաժամանակ մտածում են, որ կարող են ռազմական գործողությունները հսկողության տակ պահել, սակայն բուն գործողությունները կարող են անկանխատեսելի ընթացք ունենալ։ Քրիստիան Լագուլյան, Հորիզոն։ Այսօր սկսվում են Հռոմի Պապի ընտրությունները։ Վատիկանում է հավաքվել կարդինալների կոլեգիան, գումարվել է կոնկլավը։ Պապին ընտրող բոլոր կարդինալներն ըստ կարգի կփակվեն Սիքստինյան կապելայում եւ քվեարկությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Պապը չի ընտրվել։ Մինչ այդ ավելի քան 130 կարդինալներ կերթվեն ավետարանի վրա, գաղտնի պահելու քվեարկությունը։ Ավանդույթի համաձայն, քանի դեռ Պապ չի ընտրվել, ամեն անգամ քվեարկությունից հետո սև ծուխ է դուրս գալիս։ Պապը ընտրված կլինի այն ժամանակ, երբ ծխնելուզից դուրս եկող ծուխը կլինի սպիտակ։ Ինչով ավարտվեց Գյումրիի Ավագանում մեր քաղաքախմբակցության մեկ մանդատի հարցը կամ արդյոք այն օր զարգացումների տեղից չի տալու։ Աղմուկ հանած տարբեր որակումներ կրած պատմությունը պտտվում էր Ավագանու անդամ Կարեն Բադալյանի անվան ու նրա միմյանց հակասելի որոշումների շուրջ։ Նախ նա որոշում է վայր դնել Ավագանու մանդատը, հետո փոշմանում ձեռքի հետ էլ որոշում չլինել մեր քաղաքադաշինքի, այլ լինել անկախ Ավագանու անդամ։ 3 օրվա մեջ երկու միմյանց հակասող դիմումների պարագայում, որ օրենսդրությամբ եւ ում տիրույթում այն կարգավորելու հարցը։ Հստակեցությունների վերջո եղան 3 քաղաքապետարանից ուղարկված արձանագրության հիմքով թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովում գումարված նիստում։ Մեր քաղաքադաշինքի խմբակցության անդամ Կարեն Բադալյանը նորընտիր Ավագանու առաջին նիստին մասնակցելուց հետո հաջորդ նիստերին արդեն չի ներկայացել եւ որոշել է չլինել Գյումրիի Ավագանու անդամ։ Այս մասին ապրիլի 21-ին Գյումրիի քաղաքապետին դիմումով է հայտնել գրելով, որ այլ աշխատանքի անցնելու պատճառով վաղաժամկետ դադարեցնում է Ավագանու իր լիազորությունները։ Բայց 2 օր անց էլի դիմում է հասցեագրում քաղաքապետին, թե փոշմանել է, չի հրաժարվում Ավագանու մանդատից, այլ ուզում է դուրս գալ մեր քաղաքադաշինքից։
Այս դիմումը լիազոր մարմնի միջոցով փոխանցվում է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, բայց պարզվում է, որ այդ դիմումի քննարկման տեղը ընտրատարածքայինը չէ։ Բայց քանի որ այդ դիմումների քննարկումը մեր տիրույթում չի, մենք այդ դիմումը էլի հետ ենք ուղարկել մեր գրությունով ու հարցրել ենք, դուք հիմի մեզ սա ուղարկել եք, փաստել եք, որ մարդը դիմում է գրել հետ վերցնելու, հիմի, քանի որ նոր հանգամանքներ են իայդեք է, այն ձեր արձանագրությունից հետո, դուք հիմի որոշեք, ձեր այն արձանագրությունը ուժի մեջ է, թե ոչ։ Տիգրան Ղազարյանի հարցմանն ի պատասխան քաղաքապետը մայիսի 6-ին ժամը 17-ին ընտրատարածքային է ուղարկում գրություն այն մասին, որ ուժի մեջ է թողնում Կարեն Բադալյանի առաջին դիմումի արձանագրությունը, որով մեր քաղաքը դաշինքի ավականու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցված է համարում։ Աղմուկ հանած մանդատի պատմությունը թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի կարծիքով արտառոցներից է, այսինքն նախադեպը չունեցած։ Այսպիսի բան դեռ չէր եղել, սա արդարոց դեպք էր, որովհետև նախորդ ավականին մենք 5 տարի, քանի տակ, համարյա 3 տարի ու կես վարել ենք, միշտ եղել են հրաժարականներ, այսպիսի բան դեռ չի եղել, հետո էդ էլ ձեզ ասեմ, որ մեր հանձնաժողովում 7 հոգի ենք, 7 հոգուց որևիցե մեկը պրոֆեսիոնալ իրավաբան բան չի, 2 հատ ուսուցիչ կա, ես շինարար եմ կրթությամբ, իրավաբան չունենք, մենք ամեն ինչը մենք համաձայնեցնում ենք կենտրոնական հանձնաժողովի մեր գործընկերների հետ։ Բանն այն է, որ ի տարբերություն ազգային ժողովի պատգամավորի ավականու անդամը չի կարող մանդատից հրաժարվելուց հետո փոշմանել, նորից դիմում գրել ու հետ ուզել մանդատը։ Փոշման լինելուց հետո թե ինչու է որոշել դուրս գալ մեր քաղաքը դաշինքի խմբակցությունից ու գործել որպես ավականու անկախ անդամ, պատճառները Կարեն Բադալյանից դաշինքը չի կարողանում ճշտել։ Նրա գտնվելու տեղը չգիտեն, զանգերին էլ չի պատասխանում։ Մարտուն Գրիգորյանը այսօր ազգային ժողովում բրիֆինգների ժամին ասել է, որ ճնշումներ եղել են եւ այլն, նա շատ ավելի խորն է տիրապետում տեղեկատվությանը, իրապես սա քաղաքական կարելի է ձև տալ սրան, քաղաքական աստար կարելի է տալ, որովհետև հետո իմացանք, որ այդ նույն օրվա մեջ նա դիմում է ներկայացրել փոշմանելու եւ խմբակցությունից դուրս գալու, սա արդեն մեսիջ էր այն մասին, որ չի ուզում մեզ հետ շարունակել աշխատել, բնականաբար անկախի դեմքով համագործակցել մեկ այլ քաղաքական ուժեր։ Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի պնդմամբ առանց ժամկետների խախտման քաղաքապետարանից հասած արձանագրությունը Կարեն Բադալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին քննարկվեց նիստով եւ հաստատեց արձանագրությունը։ Ըստ այդմ ավականու մանդատը տրվեց դաշինքի ընտրական ցուցակի հերթական համարին։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը արձանագրում է Գյումրի համայնքի ավականու մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավականու անդամի մանդատը տրվում է մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ տեխնացու Նարեկ Լյովայի Միրզոյանին։ Մեր քաղաքը դաշինքի ավականու նոր անդամ Նարեկ Միրզոյանին հանձնվեց մանդատը։ Հիշեցնենք, Նարեկ Միրզոյանը նախորդ ավականու կազմում եղել եւ ներկայացրել է հանրապետական խմբակցությունը։ Մեր քաղաքը դաշինքի ավականում մեկ մանդատի հարցը կարգավորվեց, բայց Կարեն Բադալյանի երկակի մոտեցումը դեռ անորոշություն է ստեղծում։ Ավականու իր լիազորությունները վերականգնելու պահանջով նաև հասցրել է դիմել վարչական դատարան։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Փողոցաշինական ծրագրերի ակտիվություն Գյումրիում չկա, թե անավարտներում երբ աշխատանքները կվերսկսվեն կամ թե նոր ծրագրերի հույսեր կան, երկու ուղղություններով էլ հստակեցումներ չկան։ Մինչև նորերը մեկնարկեն հներում փոսերն ու քանդված տեղերն են ավելանում։ Անձրևներից հետո Շիրակացի, Ղանդիլյան, Բարոնյան, Անի թաղամասի 34 փողոցներով անցնելն անհնար է։ Խորը ջրափոսերի ամբողջ պարունակությամբ ջրով թե ավազով անցորդներին կամ կանգառում սպասողներին լողացնելու, հետո վարորդներին ուղղված չակերտավոր սիրուն խոսքերի տեսարանները տասնյակ փողոցներում է։ Այնպես որ այստեղ էկզոտիկ պատկերներ արհեստական բանականությամբ գեներացնելու բոլորովին կարիք չկա։ Հին ավանդույթներին վերջին տարիներին միացել է Անի թաղամասը եւ Շիրակացուն կապող փողոցը։ Գյումրիում մարդիկ չգիտեն անձրևից հետո, թե դրանից առաջ է փառք փողոցն անցնելը։ Սա էլ մի հատված դպրոցական տարիներին ֆիզկուլտուրայի դասից։ Անցորդների ու վարորդների ֆիզիկապես կոփվածությունը բարձր միավորների արժանի։
Ջրափոսը երկարությամբ ու լայնությամբ շրջանցելու կամ վրայից մաքսիմալ ճշգրտությամբ թռչելու հմտությունները զարգացած են ըստ փողոցների։ Թարսի պես էլ ասֆալտը ճաքեր է տալիս այնտեղ, որտեղ ասենք ամեն տարի ընթացիկ նորոգումներ են, բայց խոշոր փոսերով անզիջելի փողոցներ էլ կան, որոնք այս տարի հաստատ կսարքենք խոստովով քանդվում են։ Գեղերի ճամփեքը 1000 գարով առավել է կաստամել ներնագալի վիճակը։ Ներնագալի վիճակը շատ ծանր է։ Դոկտորները կասին բարեկս կեցապտեն, բարկենեն շատ գիտեմ։ Բարձր կասին մեկը տեսար փոս բորի քծեկի մեջ է, ջրի գտնի վար, հականոր խորունգեն խոսերը։ Էլ ինչ բդերնի, լավ բալում չկա, չգիտեմ։ Ես լեննականին դες փողոցները հետ կանել հարմար էլ լավ է։ Երբ մարդիկ ղեկավարությունը չի տեսնի ինչ է, ասենք ես ցա ինչ օգնեց գործին։ Ոչ մի բան։ Ղեկավարությունը վերտանոթով կերտա գործի կուկա։ Անի թաղամասի բնակիչները ասֆալտի սպասելիս ջրամատակարարման ցանցի նորացումն էլ տեսան։ Ջրագծեր անցկացնելիս եղածն էլ շինարարը քանդեց։ 34 փողոցների հիմնանորոգման ծրագիրն այս տարի սկսվելու շանսեր ունի։ 11 միլիոն եվրո արժողության ծրագիրը հասել է շինմրցույթի փուլին, իսկ շինարարության մեկնարկի փուլից դեռ նորություն չկա։ Նույնի կատարմամբ է Շիրակացի փողոցը, որը 4 կիլոմետր է եւ միջպետական նշանակություն ունի։ Այդ 4 կիլոմետրից 1.5 կիլոմետրն է հիմնանորոգվել 10 տարի առաջ։ Մնացած 2.5-ն էլ կապիտալ նորոգման հերթի մեջ սպասում են, բայց այս տարվա համար են։ Շիրակացին հիմա եւ թե հետո ինչքան ժամանակ այսպես կմնա կախված է շինմրցույթի ելքից։ Փոսերն այնքան շատ են, որ դրանք բնակիչները կես կատակ, կես լուրջ քաղաքային դիզայնի տարեր են համարում։ Մեծ ու խորը փոսերում քարն ու շիբինը մնում է, մինչև ծանրաքաշ մեքենաների 2-3 անգամ վրայով անցնելը։ Ու նորից վիճակը նույնն է։ Արդյունքում էլ բախում կամ ուղղակի վնասներ ստանալը դառնում է անխուսափելի։ Շատ վատ ճանապարհ է, դուրս շատ վատ, ահա որ էսի հարգավորա վերանորոգ է։ Ես հոկտեմբերյանի տղա եմ, միշտ գալիս կնում եմ, բայց շատ վատ ճանապարհ է։ Մեկի ճանաց բուշելնես, ամորտիզատոր կթափի, պրուժին կճարդի, վերջը։ Մեքենաները մեռան ջարդելով։ Ջարդելով էթում գալիս են, ստես գալիս են, անցնում է, ֆռմանից անցնում է էթում, ասես չի կարող ուղի կանցի։ Լփոսեր են նայեք հələ։ Ես եղավ մոտ 10 տարի, ինչ այդ գրուզավոյ ավտոները անցել են, արդեն սպես է, էլի աբեզնոյ է։ Սեդորից է բան եղած։ Կոշիկների զույգ կապելը անձրևներից հետո է։ Ջուրն էլ, որ գնալու տեղ չունեցավ, հանգիստ մնում է փոսերում։ Ջրատարները աղբով են լցված Ղանդիլյան եւ Բարոնյան փողոցներում։ Այից բեկետ հասնելու համար զույգ կոշիկներն էլ չեն փրկում։ Հասկանալի չի, որ ճամփեն պետքա ասֆալտ լինի, հարթ լինի, մարդիկ կարողանան ցեխոտ չդառնան կոշիկները։ Քանի կոշիկ փոխեն, քանի կոշիկ գնենք։ Տաքսով որ գալիս են, չեն կարողանում։ Նայի, գնա բակի մեջ նայի, բակը սա գյոլա։ Ծովա ոնց որ։ Կարան ձուկ բռնենք այնտեղ։ Ջուրը ստեղ կուդակվիկը ջրատար չկա, փագերում է ջրատարը լցված է, կանչում ենք համատիրություն ասում է, իմ գործը չի, վիոլան ասում է, իմ գործը չի, քաղաքապետարան ասում է, իմ գործը ում գործն է, բնակիչը մի կերպում կարողացա մեջում ակրես, բայց խոհանվերջ բնակիչ չի մաքրել։ Սուբվենցիոն ծրագրերով, ֆինանսական այլ աղբյուրներով նորոգումներ այս տարի էլ կան Գյումրիում, բայց մի շարք փողոցներ այդ ցանկում տարիներով չեն հայտնվում։ Այս տարվա լայնածավալ ծրագրերը թերևս կհամարվեն Անի թաղամասի փողոցների ու Շիրակացու կապիտալ նորոգումները։ Մոտ 1.5 միլիարդ դրամ է կազմում Շիրակացի փողոցի 2.5 կիլոմետրի հիմնանորոգումը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնեցին, շինմրցույթն հայտարարված է, հայտագրումները բաց են։ Այս պահին մասնակցում է 5 շինկազմակերպություն։ Արդյունքները հայտնի կդառնան մայիսի 16-ին։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Բոյերի միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման ժամանակահատվածում բոլոր դիմորդներ այս տարի պարտավոր են նշել բուհը, մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են հանձնել նաև ներբուհական քննություններ, պետք է նշել նաև այդ քննությունները։ Այս մասին այսօր հայտնել է գնահատման տեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալը։ Այսօրվա դրությամբ մենք դերևս ունենք 4 օր, ավարտում է հայտագրման գործընթացը մայիսի 10-ին եւ օրեցօր նկատում ենք, որ ամենօրյա դիմորդների թիվը ավելի են շատանում։ Եթե 2024 թվականին, 1925 թվականի հունվարի մենք ունեցել ենք 11608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12820 դիմորդ,
եւ սա փոփոխական է, ամեն րոպե, ամեն վայրկյան փոխվում է թիվը։ Միայն 7780 միասնական քննություններ հանձնող։ Չի բացառվում, որ ավելանա եւ շատ նույնիսկ ավելանա։ Բացի դրանից մենք ունենք մեր նրբություն, որ ամեն անգամ այսօր երկրորդ, երրորդ տարին է զգուշացնում ենք մեր դիմորդներին, որոնք չեն կատարում այդ պարզ հասարակ գործողությունը։ Երբ առաջին փուլում հունվար-փետրվար ամիսներին իրենք քննություն են հանձնում եւ երկրորդ փուլին պարտավոր են նշել բուհը եւ մասնագիտությունը, նրանք այդ բուհ մասնագիտությունը չեն նշում, նույնիսկ կարելի ասել չեն հայտագրվում եւ ունեցանք նախորդ տարիներին դեպքեր, երբ անձնավորությունը դիմորդը, որը ցանկանում էր ուսումը շարունակել բուհի առկա ուսուցման համակարգում, պարզապես դուրս մնաց, որովհետև երկրորդ փուլում ինքը չէր նշել բուհը մասնագիտությունը։ Իսկ գնահատման եւ թեստավորման կենտրոնում բնականաբար համակարգիչը չի կարողանում ընկալել այդ միասնական քննություններին ինչի համար է ինքը տվել։ Ունենք տարբեր տեղեր, որ կարող է այդ միասնական քննությունների միավորները օգտագործել։ Թեկուզ մեկը ասեմ հեռակա ուսուցման համակարգ։ Այսինքն ես քննություն հանձնում եմ հունվար-փետրվար ամիսներին, քանի որ այդ ժամանակահատվածում ավելի լավ եմ, պարապել ավելի լավ եմ ինձ զգում, հանձնում եմ քննությունը, բավարարում եմ գնահատականներով եւ այլևս քննություն չեմ հանձնում, իմ քննության գնահատականները օգտագործելու եմ հեռակա ուսուցման համակարգ։ Համակարգիչը հասկանում է այդպես. կամ ունենք բուհեր, մասնագիտություններ, որոնք գնահատման եւ թեստավորման կենտրոնի մրցույթային համակարգով չեն կապվում արդյունքները։ Օրինակ Վազգեն Սարգսյան համալսարանը, այնտեղ բնականաբար մենք մրցույթը կազմակերպում է բուհը։ Այդ իսկ պատճառով ես խնդրում եմ, այսօր մենք ունենք 4240 դիմորդ, որոնք ունեն գնահատականներ, նշել են գնահատականները, բայց չեն նշել բուհը մասնագիտությունը։ Հորդորում եմ, պահանջում եմ, նաև խնդրում եմ, որ այս 4 օրվա ընթացքում անպայման ընտրեն բուհը, ընտրեն մասնագիտությունը։ Այժմ նորություններն այսքան էին, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։